Եթե դուք հայտնվել եք մի իրավիճակում, երբ պարզվում է, որ ձեր նկարով, պատկերով, ձայնով ստեղծվել է ինչ-որ էջ կամ մեսեջ, վիդեո է նկարահանվել, ապա այս տեսանյութը հենց ձեզ համար է։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի մասին՝ արհեստական բանականություն։ Գործիք, որը մի կողմից ֆանտաստիկ արժեք է ստեղծում, աշխատանքը հեշտացնում, ստեղծագործ միտքը զարգացնում, սակայն մյուս կողմից ստեղծում է մեծագույն վտանգներ և երբեմն դարձնում հանցագործների համար լավ առարկա։ Եթե բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակ կոճակը և թողնեք ձեր հարցերը, ապա մենք այս և բազմաթիվ այլ թեմաների մասին կարող ենք առանձին տեսանյութերով խոսել ավելի մանրամասն։ Իսկ այժմ նայեք մինչև վերջ, որպեսզի հասկանանք, ինչ քայլեր պետք է ձեռնարկեք դուք պաշտպանելու ձեզ այս իրավիճակներում և ամբողջ աշխարհում ինչ խնդիրներ կան այս ոլորտում։ Այսօր մեր երկրում ունենք իրավիճակ, երբ շատ հաճախ հայտնի մարդիկ հայտնվում են ինչ-որ վիդեոների կենտրոնում։ Սակայն նաև մենք, ոչ հայտնիներս, կարող ենք տեղեկանալ, որ մեր նկարով կա բացված էջ, որտեղ կան ինչ-որ նյութեր, կիսվում են տարբեր տեսանյութերով, սակայն մենք դրա մասին իսպառ տեղյակ չենք։ Ինչ է դա։ Ինչ է ինձ ենթադրում արհեստական բանականության այս գործիքը, այսպես կոչված deepfake հասկացությունը և ինչ վտանգներ է բերում այն։ Խոսենք աշխարհում հայտնի դեպքերի մասին։ Տեսել եք այն հոլովակը, երբ Ջենիֆեր Անիստոնը գովազդում է MacBook-երի վաճառք, 10,000 MacBook-երի մասին է խոսքը գնում, ընդամենը $2։ Շատ գեղեցիկ, գրավիչ Անիստոնը պատմում է, որ դուք դարձել եք այդ MacBook-ի հաղթողը և առաջարկում է ձեզ գրանցվել տվյալ կայքով։ Սակայն, եթե դուք ավելի ուշադիր լինեք և կարդաք այն մանր տառերով գրված պայմանների մասին իրենց տեղեկացումը, ապա կիմանաք, որ դա պարզապես կայք է, որտեղ ձեզ առաջարկում են անդամագրվել, subscribe լինել և անդամավճար վճարել $30 չափով, և դուք ամենևին էլ հաղթող չեք այդ MacBook-ի, այլ պարզապես այնտեղ գրանցվելով, այդ անդամավճարը վճարելով, դուք կարող եք ընտրվել հաղթողներից մեկը։ Եվ սա շատ հայտնի այն deepfake-երից մեկն է, երբ հայտնի մարդու պատկերը, իմիջը օգտագործվել է նրա հետ կապված բացարձակ որևէ առնչություն չունեցող վիդեո ստեղծելու համար և այն գովազդելու նպատակով։ Բնականաբար, սա քրեորեն հետապնդելի արարք է։ Սակայն ինչպես է կարգավորվում այս խնդիրները Հայաստանում։ Այս ամենը ունի միայն իրավական հետևանք իրենց հասցրած վնասի հիմքով։ Այսինքն, եթե ձեր պատկերը, ձայնը օգտագործվել է և դրանով իսկ իրականացվել է, օրինակ, խարդախություն կամ շորթում, սրանք այլևս քրեական դաշտ են տեղափոխվում, սակայն հենց խարդախության և շորթման համատեքստում, այլ ոչ ձեր տվյալները օգտագործելու։ Որովհետև երբ օգտագործվում են ձեր տվյալները, ինչպիսի պաշտպանության հնարավոր տարբերակներ ունեք դուք։ Նորից գալիս ենք նրան, թե ինչպիսի վնաս է հասցվել ձեզ։ Եթե ստեղծվել է fake account, ասածը, կեղծ օգտահաշիվը, վնասվել է ձեր հենց բարի համբավը, հեղինակությունը։ Տվյալ պարագայում անհրաժեշտ է դիմել իրավապահ մարմիններին, ստանալու համար աջակցություն, որպեսզի բացահայտվի այն անձը, ով ստեղծել է տվյալ կեղծ օգտահաշիվը։ Սրանով զբաղվում է կիբերհանցագործությունների վարչությունը, որտեղից հետո միայն դուք կարող եք դիմել դատարան և ստիպել պարտավորեցնել այդ կեղծ օգտահաշիվը ստեղծած անձին հեռացնել այն, ինչպես նաև ծանուցել, որ դա կեղծ օգտահաշիվ է և ձեզ տրամադրել դրամական փոխհատուցում։ Սակայն պետք է հիասթափեցնեմ ձեզ, որ այս գործընթացը բավականին դժվար է և իմ փաստաբանական պրակտիկայում նման հաջողության պատմություններ շատ քիչ են եղել։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է վհատվել և չգնալ իրավական ճանապարհով։ Անհրաժեշտ է միշտ պաշտպանել ձեր իրավունքները։ Սակայն նորից վերադառնանք միջազգային փորձ և հասկանանք, իսկ ինչպես է ամբողջ աշխարհը պայքարում այս իրավիճակի դեմ։
Մեկ այլ հայտնի պատմության մասին եմ ուզում խոսել, երբ տեղի է ունենում արհեստական բանականության ChatGPT 4-րդ սերնդի նոր գործիքի պատրաստումը։ Եվ Scarlett Johansson-ին առաջարկ է արվում, որպեսզի իր ձայնով ձայնագրվի իրենց խոսող օգնականը, Sky-ը։ Վերջինս հրաժարվում է, ունենալով իր ներքին դրդապատճառները։ Սակայն, երբ տեղի է ունենում այս հարթակի մեկնարկը, բոլորը զարմանում են, տեսնելով, որ արհեստական բանականության օգնականը հենց Scarlett Johansson-ի նա հերոսուհու ձայնով է խոսում, որը բացարձակ չի տարբերել։ Եվ ավելին, հարթակի տերը իր X միկրոբլոգում պարզապես գրառում է կատարում. ոչինչ չասելով։ Այս իրավիճակը ստեղծում է պարզապես այն պատճառով, որ ձայնը կրկնօրինակվել եւ պատրաստվել էր արհեստական բանականությամբ, սակայն այն բացարձակ մեկը-մեկին կրկնում էր Scarlett Johansson-ի ձայնը։ Բնականաբար վերջինս դատական գործընթաց է մեկնարկում, իսկ քանի որ Կալիֆոռնիա նահանգում բավականին լավ պաշտպանված է օրենսդրական մակարդակում մարդու ձայնը որպես վերջինի սեփականություն, եւ ChatGPT կազմակերպությունը հասկանում է, որ դատական գործընթացը ավելի շատ կվնասի իրենց հեղինակությանը, գնում են հաշտարարության եւ հեռացնում օգնականին։ Սակայն սա միակ տարբերակը չի, երբ ձայնը օգտագործվում է։ Մեր շատ հարևան երկրներում կան ահազանգեր այն մասին, որ արհեստական բանականությամբ պատրաստված ձայնը օգտագործվում է հեռախոսային խարդախություններ անելու համար։ Մասնավորապես, ձեզ զանգում է ձեր մորաքույրը եւ ասում, որ ծանր իրավիճակում է հայտնվել, հիմա ինքը գտնվում է դեղատանը, անհրաժեշտ է գնել դեղ, գումարը չի բավականացնում եւ շատ խնդրում է իր հաշվեհամարին, որը հիմա ձեզ կթելադրի, գումար փոխանցել գնումը կատարելու համար։ Բնականաբար, առանց մտածելու գումարը փոխանցում եք, հետագայում է միայն պարզ դառնում, որ դա ամենևին էլ ձեր մորաքույրը չէր, այլ պարզապես իր ավտոատվետչիկից, ձայնային հաղորդագրությունից վերցված ձայնը պարզապես կլոնավորվել էր եւ դա օգտագործվել էր ձեզ ուղարկված հաղորդագրության մեջ։ Դրա համար խորհուրդ, երբ ձեզ զանգահարում է ձեր հարազատը, երբ ինչ-որ բան է խնդրում եւ դուք ունեք կասկած, անջատեք այդ զանգը։ Վերջինի զանգահարեք ցանկալի է տեսաձայնային կապով եւ հասկանաք արդյոք ձեր հարազատն է այն անձը, ով հեռախոսի մյուս կողմում է գտնվում։ Կամ շատ հաճախ, որ այսօր էլի կարող է տեղի ունենալ, ձեզ կզանգահարեն եւ կասեն շատ ծանոթ ձեր ձայնով, ինչ որ հայտնի մարդու ձայնով, որը ամենևին կասկած չի առաջացնի ձեզ մոտ, որ դուք հաղթել եք այսինչ մրցույթում եւ անհրաժեշտ է ուղարկել ձեր բանկային տվյալները $1 միլիոն ձեր հաշվին փոխանցելու համար։ Միշտ վստահ եղեք, որ կարող է լինել խարդախություն տվյալ պարագայում։ Որպեսզի կարողանաք տարբերակել բնական ձայնը արհեստական բանականությամբ ստեղծված ձայնից, պետք է լսել ձայնի տոնայնություն։ Արհեստական բանականությունը չունի էմոցիոնալ դաշտ ձայնի մեջ։ Որքան էլ ես հիմա փորձեմ հանգիստ խոսել, հանդարտ խոսել, ես ունեմ բառեր եւ զգացմունքներ, որոնք ես շեշտադրում եմ եւ կարեւորում եմ։ Դրա համար իմ ամբողջ ձայնը տատանվում է։ Այն հնարավոր չէ դիտարկել որպես արհեստական բանականության ստեղծած ձայն։ Իսկ այն ձայնը, որը դուք կլսեք միապաղաղ, առանց էմոցիաների, նույն տակտի վրա, իմացեք, ամենայն հավանականությամբ ստեղծված է հենց արհեստական բանականությամբ։ Եվ այսպես, մենք բոլորս էլ հայտնվում ենք այն իրավիճակներում, երբ դառնում ենք նաև այս ստեղծված կեղծ տեղեկատվության օգտագործողը եւ տարածողը։ Երբեմն անգամ ինձ համար շատ դժվար է լինում հասկանալ, սա իրական լուր է, թե կեղծ լուր է։ Օրինակ, Դոնալդ Թրամփը կոչ է անում անել, չգիտեմ, այնինչը։ Պարզվում է ընտրությունների ժամանակ այդպիսի բովանդակությամբ նյութեր բազմաթիվ են ստեղծվել, որից հետո վերջինս հայցեր է ներկայացրել, եւ այժմ եթե դուք փորձեք Դոնալդ Թրամփի նկարով որևէ մանիպուլյացիա ունենալ արհեստական բանականությամբ, անգամ վճարովի տարբերակում, ձեզ վստահեցնում եմ, դա ձեզ մոտ չի ստացվի, որովհետև կան հստակ արգելքներ դա անելու համար։ Եվ այդ մանիպուլյացիաները ժամանակին արվում էին այնքան իդեալական, որ անհնար էր տարբերակել իրականությունը կեղծիքից, եւ դրանք մեծ ազդեցություն էին ունենում ընտրությունների վրա։ Այս ամենը, այս տեղեկատվական պատերազմները միշտ ստեղծվում են հանրային կարծիքի վրա ազդեցություն գործելու համար։
Եվ մենք պետք է լինենք մեդիագրագետ եւ ինքներս մեզ համար ստեղծենք տեղեկատվական հիգիենա, որոշակի կեղծը իրականությունից զատելու տարբերակելու համար։ Երբ վերցնում եք որևէ նյութ, համոզվեք, որ այն արհեստական բանականությամբ ստեղծված կեղծիկ եւ սուտ չէ։ Եթե դուք տեսնում եք, որ օրինակ ձեզ հետ կապված ստեղծվել է կեղծ տեսանյութ, կեղծ էջը, օգտահաշիվ, ապա դուք կարող եք պաշտպանել ձեզ ինքներդ նաև տվյալ հարթակների միջոցով, որովհետև յուրաքանչյուր հարթակ ունի ստեղծած իր հստակ քայլերի հերթականությունը, այսպես կոչված reporting impersonation process-ի միջոցով։ Երբ դուք ընտրում եք տվյալ կետը, որը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու, որ տվյալ անձը կեղծ է, իրական չէ, որից հետո նաև անգամ կա կոճակ, որ դա ես եմ, իմ հետ կապված է տվյալ օգտահաշիվը։ Որոշ իրավիճակներում անհրաժեշտություն է լինում, օրինակ X միկրոբլոգում կա հստակ նման ուղիղ կոճակ, նման report անելու համար, որտեղ դուք նաև պետք է կցեք ձեր ID-ի կամ անձնագրի էջը, որպեսզի վերջիններս կարողանան միանշանակ նույնականացնել եւ համոզվել, որ դա կեղծ օգտահաշիվ է։ Անպայման օգտվեք այս գործիքներից։ Ավելին, եթե դուք չեք ցանկանում, որպեսզի ձեր նկարներով ստեղծվեն այլ արհեստական բանականությամբ նյութեր, այսպես կոչված watermark կամ ինչ-որ գրություն, գրագրություն, լոգոների ստեղծում կա ձեր ֆոտոների վրա, նմանատիպ արհեստական բարդությունների ստեղծումը նաև խոչընդոտ է դառնում արհեստական բանականության ալգորիթմների համար եւ վերջինս ավելի դժվարությամբ է օգտագործում ձեր նկարները եւ ֆոտոները։ Հետևաբար ուշադիր եղեք եւ այն իրավիճակներում, երբ դուք հայտնվում եք ստեղծված կեղծ օգտահաշվի կամ կեղծ նյութի հերոս, այդ ուղղությամբ կատարեք ձեր տեխնիկական ապահովության եւ իրավական պաշտպանության քայլերը։ Ամբողջ աշխարհում արդեն իսկ ստեղծվում են օրենսդրություններ, մասնավորապես EMEA Act գոյություն ունի, EU AI Act-ն է, որի մասին ես առավել մանրամասն տեղեկատվություն կթողնեմ community մասում, բաժնում, եւ դուք կարող եք ծանոթանալ, թե օրինակ EM-ն ինչպիսի կարգավորումներ է նախատեսում եւ անգամ պատժամիջոցներ նախատեսում այն մարդկանց համար, ովքեր կստեղծեն արհեստական բանականությամբ որոշակի տեղեկություններ, որոնք կարող են վնասել ինչպես մարդկանց առողջությանը, հեղինակությանը, այնպես էլ հոգեկան օրինակ հավասարակշռությանը։ Ես հույս ունեմ, որ մյուս երկրները կհետևեն ԵՄ մշակած այս նախադեպային օրենքի սկզբունքներին եւ այս կարգավորումները նաեւ կգան մեր օրենսդրություն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հուսով եմ նյութը հետաքրքիր էր ձեզ եւ կսպասեմ ձեր հաղորդագրություններին եւ պատմություններին, ինչպիսի իրավիճակներում եք հայտնվել դուք, եթե հայտնվել եք, եւ ինչ քայլեր եք ձեռնարկել, որպեսզի բացահայտեք այն անձանց, ովքեր ստեղծել են ձեր հետ կապված օգտահաշիվները։ Լավ մնացեք։